Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք հետադարձ Մերկուրիի մասին։ Այս պահին Մերկուրին դեռ կանգնած վիճակում է և հետադարձ կլինի մարտի 15-ից մինչև ապրիլի 7-ը։ Խոյ նշանում, բայց ինքը հետ գալուց եւս կմտնի ձկներ նշան, մի փոքր առաջ կգնա, հետո նորից արդեն երբ որ ուղղահայաց կլինի, ձկներից կսկսի ուղղահայաց լինել։ Այս պահին ինքը 9 աստիճան խոյում է գտնվում, այնպես որ ովքեր որ գիտեն իրենց քարտեզը, կարող եք նայել, թե որ տանն է գտնվում սկիզբը, խոյի սկիզբը 9 աստիճան, իսկ հետո ինքը գնալու է եւ անցնի ձկներ նշան 26-27 աստիճան։ Դա էլ նայեք, միգուցե դեռ մնում է մեկ տան մեջ, միգուցե փոխվում է եւ անցնում է մեկ այլ տուն, հետ է գնում մեկ այլ տուն իհարկե, միգուցե 12-րդ տունը ձեզ մոտ խոյն է, հետ է գնում մտնում է 11, նորից հետ է գալիս 12։ Հնարավոր է նաև երկուսն էլ, եւ խոյը եւ ձուկը ձեզ մոտ գտնվում են մեկ տան մեջ, եւ ձեզ մոտ փոփոխություններ այդպես չի լինի, միայն մեկ տան ոլորտների վրա կարող է ազդել։ Եվ արդեն հետադարձ կլինի մարտի 15-ին երեկոյան ժամը 19-ին, ավելի շատ Հայաստանի ժամանակով 20-ից հետո։ Այսօր, իհարկե այսօր կտեղադրեմ, հենց այսօր երեկոյան էլ Մերկուրին կլինի հետադարձ, բայց մինչև այդ ինքը կանգնած դիրքում էր եւ իր կանգնած դիրքը ավելի վտանգավոր է, ավելի շատ կարող է ազդել մարդկանց վրա, քան երբ որ ինքը հետադարձ լինի, հենց այդ օրերը ապրիլի 7-ին եւ հենց այսօր շատ կարևոր է, որ ոչ մի կարևոր ոչինչ չսկսեք։ Մերկուրին 23 օր լինելու է հետադարձ վիճակում։ Իսկ հաջորդը արդեն տեղի կունենա հուլիս ամսին։ Մենք դրա մասին անպայմանելի կխոսենք, որպեսզի դուք արդեն պատրաստ լինեք։ Հուլիս ամսին ոչինչ չծրագրավորեք, չնայած որ շատ վատ ժամանակահատված է, հանգստի ժամանակահատվածն է, երբ որ մարդիկ գնում են հանգստի, միշտ այդպես է լինում։ Այնպես որ հուլիսի 18-ից է մինչև օգոստոսի 11-ը։ Դեռ մենք այդ մասին կխոսենք, բայց մի պլանավորեք այդ ժամանակահատվածը, որից է բաներ։ Եվ ավելի շատ կզգան խոյերը, իհարկե, եւ ձկները, բնականաբար։ Հետադարձ Մերկուրիի ժամանակ, հենց կանգի ժամանակ առավել եւս, հարկավոր չէ կարևոր ոչինչ ձեռնարկել, քանի որ կարող են լինել ձգձգումներ եւ սխալներ։ Այս ընթացքում շատ գործընթացներ սկսում են դանդաղել։ Դրա համար այս ընթացքը ասես լռության պահ լինի։ Ոչինչ չեք ստանա, ոչ մի ընթացքի մեջ չի լինի, ամեն ինչ կանգ կառնի։ Կյանքի որոշ ոլորտներում կարող է ոչինչ լավ չստացվել, կամ ոչ մի կերպ այս կամ այն հարցը չեք կարողանա լուծել։ Քանի որ կարող է որոշ խճճված պահեր լինեն, եւ երբ Մերկուրին կրկին ուղղահայաց լինի, դուք այդ հարցերը շատ հանգիստ կկարգավորեք։ Այս ընթացքում հարկավոր չէ կատարել մեծ գնումներ, քանի որ հետագայում նրանք կարող է ձեզ հիասթափեցնեն, հատկապես եթե դա կլինի տեխնիկա, մեքենա, համակարգիչ եւ այլն, ռիսկի մի դիմեք։ Այս ընթացքում նաեւ բարենպաստ չէ որևէ փաստաթղթերի ձևակերպումը, կարող է շատ երկար լինի այդ գործընթացը եւ անընդհատ որևէ խոչընդոտներ լինեն։ Գործնական ոլորտում եւս բարենպաստ չէ որևէ փաստաթղթեր ստորագրել, բանակցություններ վարել նույնպես։ Ինչպես նաև ուսման համար այդքան էլ բարենպաստ չէ, քանի որ դժվարությամբ կընկալեք տեղեկատվությունը, ինչպես նաև եթե հնարավոր է ճամփորդության մի գնացեք, ոչ էլ երկար ճանապարհ։ Եթե այդ ճանապարհը չեք կարող հետաձգել, ապա միայն այդ դեպքում պետք է գնաք։ Եթե հանկարծ այնպես ստացվի, որ պետք է ճամփորդեք, ապա շատ ուշադիր եղեք ձեր փաստաթղթերին, տոմսերին, քանի որ կարող են խնդիրներ լինել, ինչպես նաև կարող է մոռանաք որևէ փաստաթուղթ։ Այս ընթացքում առհասարակ շատ է փոխվում տեղեկատվությունը, կարող է սխալ տեղեկատվություն գրեք եւ սխալ ուղի գնաք, սխալ ինքնաթիռ գնաք, փորձեք նստել, ձեր ինքնաթիռը գնա։ Բացի դա էլ կարող եք տոմս գնել, բայց տոմսը գնած չլինեք։ Ավելի լավ է շուտ գնացեք ավտոկայան, օդանավակայան, ստուգեք ամեն ինչ, քանի որ նաև հավանականությունը մեծ է, որ կուշանաք։ Ինչպես նաև այս ընթացքում նոր գործեր, նոր պրոյեկտներ սկսելը բարենպաստ չէ,
քանի որ արդյունքներն այնպես չեն լինի, որոնք որ դուք սպասում եք։ Ավելի լավ է այս ընթացքում մտածեք, պլանավորեք այն ամենը, ինչը որ ցանկանում եք։ Եվ եթե ձեզ մոտ կառաջանան շատ հետաքրքիր եւ յուրահատուկ իդեաներ, մտքեր, ապա գրանցեք դա, կամ սկսեք պատրաստվել դրան, բայց հենց մի սկսեք այդ գործունեությունը։ Անկամ եթե ձեզ շատ լավ առաջարկ կանեն եւ դրանով ձեզ կգայթակղեն, այդ ժամանակ դուք մի արեք, հա, եւ կկորցնեք, եւ ժամանակը կկորցնեք, եւ դեր ֆինանսները։ Ավելի լավ է սպասեք, մինչև ապրիլի 7-ը դեռ այնտեղ 1-2 օր էլ ավել, հետո նոր սկսեք։ Որովհետև հետո էլի է չէ կանգ առնելու, որ ինքը նորից ուղիղ ընթացքով գնա։ Այս ընթացքում կարող է հարկավոր լինել վերադառնալ նախկին գործերին, եւ շատ դեպքերում սա շատ լավ հնարավորություն է կրկին զբաղվել այդ գործով եւ անսխալ։ Միգուցե ուղղել նաեւ դա։ Եվ նաեւ սա լավ է, որ վերջապես կվերադառնաք հին գործերին եւ ավարտին կհասցնեք դրանք։ Կարող եք մեքենայի գործերը ավարտին հասցնել կամ փոխել անիվները այս ընթացքում կամ ներսում որևէ մի գործողություն անել։ Ինչպես նաեւ այս ընթացքում շատերի մոտ կվերադառնան անցյալից որոշ մարդիկ։ Եվ շատ հավանական է, որ վերսկսեք ձեր հարաբերությունները, ինչպես ընկերական, այնպես էլ անձնական հարցերում։ Նաեւ ոմանց մոտ կարող է կրկին ակտիվանալ այն խնդիրները, որոնք եղել էին նախկինում, եւ հնարավոր է, որ միշտ դուք այդ խնդիրների լուծումը թողում եք, ասում եք, լավ, հետո կանեմ, եւ հիմա արդեն ժամանակն է, որպեսզի ավարտեք դրանք։ Այս ընթացքը ձեզ կտա հնարավորություն եւ շատ հարկավոր կլինի, որպեսզի ավարտին հասցնեք բոլոր այն սկսված բաները, որոնք որ մնացել էին։ Այս ընթացքը նաեւ բացի այն, որ նոր հնարավորությունները տալու ուղղելու բոլոր սխալները ուղղելու կարգի իրավիրելու նորից սկսելու համար։ Բայց շատ հավանական է, որ որոշ մարդկանց մոտ իրենց խնդիրները ձգձգվեն դեռ մինչև ապրիլի 7-ը, դեռ մինչև ամսի 10-ը։ Միշտ հարցնում եք, կարող եք աշխատանքի ընդունվել, վերջերս եւս հարցեր կային, երբ Մերկուրին ետադարձ ընթացքում է, ապա ասեմ, որ այո, միայն պայմանագիր մի կնքեք աշխատանքային։ Գիտեմ, որ Հայաստանում պայմանագիր չկա աշխատանքային։ Կարող է դա հետո ճիշտ չօգտագործեն ձեր դեմ, լավ թող ասեն ինչ պետք է անեք դուք, որ ժամից որ ժամը, որովհետև պայմանագիր գոյություն չունի, նաև թե ինչ պետք է անեք ձեր գործունեությունը։ Եթե չհասցնեք մնալու եք ավել թե ոչ, եւ այլն, հստակ աշխատավարձ, երբ են տալիս աշխատավարձը եւ այլն, մանրամասն այդպես իմացեք։ Ոչ բոլոր երկրներում կան այդ պայմանագրերը, ովքեր որ ապրում են իհարկե Եվրոպայում, այնտեղ գիտեն, որ աշխատանքային պայմանագիր է գործում, եւ շատ լավ կլիներ, որ Հայաստանում եւս գործեր դա, ամենակարևորն է։ Բայց լավ կլիներ, եթե դուք աշխատանքի կարիք շատ ունեք, ապա ընդունվեք, բայց ասեմ, որ դա երկար չի տևի։ Դուք դուրս կգաք այնտեղից։ Անպայման կփոխեք դա։ Իսկ եթե նախկին աշխատավայրից կանչեն, ապա հիանալ է դա, կարող եք գնալ։ Վիրահատության վերաբերյալ եւս շատ եք հարցնում, ոչ մի վիրահատություն։ Կապված գեղեցկության հետ, պլաստիկ վիրահատություններ չի կարելի դեռ Վեներան է հետադարձ, մի մոռացեք։ Քանի որ կրկին կվիրահատեք այն, ինչ վիրահատել եք։ Ձեզ դուր չի գա, սխալ կանեն, մի բան այնպես չի ստացվի։ Միայն պետք է վիրահատություն կատարել այն դեպքում, երբ դա կյանքին է վերաբերվում։ Շատ կարևոր է եւ չպետք է հետաձգեք, իհարկե։ Նաեւ այս ընթացքում կարող եք կրկին վերսկսեն ձեր հարաբերությունները, ովքեր որ բաժանվել էին կամ նաեւ դադարում եք գտնվում։ Բայց քանի որ Վեներան էլ դեռ հետադարձ է, կարող է այդ մարդուն դուք նորից տեսնեք մեկ այլ ձև, ինչպես որ օրինակ նախկինում չէր։ Տեսնեք, որ հա փոխվել է ինքան ինչ նորմալ է, հետ ընդունենք, բայց հենց Վեներան արդեն ուղղահայաց լինի, իհարկե բացի Մերկուրիից, այնտեղ մի քանի օրվա տարբերությամբ Վեներան է հետադարձ ուղղահայաց լինելու։ Հենց ուղղահայաց լինի, դուք կտեսնեք, որ ինքը էլի նույն մարդն է, չգիտեք ինչու դուք ուրիշ ձև եք իրան տեսնում։ Դրա համար երկար մտածեք, որովհետեւ մեկին այս ընթացքում հետ ընդունելու համար, եթե ինքը ուզում է հետ ընդունել, որ դուք իրեն հետ ընդունեք, մի փոքր ձգձգեք
Եթե շատ եք սիրում, մի կորցրեք իրեն, բայց մի ընդունեք այդ պահին։ Ուղղակի ձգձգեք, բայց այնպես մի ձգձգեք, որ հետո ինքը հիասթափվի։ Եվ խոյ նշանը ընդհանուր ինքը մարտական նշան է, եւ բոլորը բավականին ակտիվ կլինեն։ Շփումներն էլ բավականին շատ ակտիվ կլինեն։ Իսկ արդեն երբ որ ինքը գա ձկներ նշան, ապա մարդիկ ավելի շատ կերազեն, իրենց երազանքների մասին կխոսեն մարդկանց հետ, պատկերացումներ կկազմեն, լավ կլինի, որ ուղղակի այդ պահին ոչ ոքին չասեք այդ մասին։ Պետք չի հանրայնացնեք, որ ինչ որ բանի մասին եք երազում կամ պատկերացնում եք եւ այլն։ Երբ որ ուղղահայաց կլինի, կասեք ես նման բաներ էի պատկերացնում, դժվար հա ես ուր այդ հարցն ուր այդ ոլորտն ուր։ Դա համար պետք չի ոչ ոքին այդ մասին պատմել։ Եվ պետք է ուշադիր լինել այն հարցում, որովհետև խոյը անքը նաև դա պատերազմական որից է, վիճակ է կռիվներն են, վեճերն են, այս ընթացքում հնարավոր են նաև այնպիսի մարդիկ գան ձեր կյանք, ում հետ որ նախկինում վիճել էիք կամ վեճեր կարող են լինել։ Ես օրինակ պատմել եմ, չէ՞ որ ինձ մոտ դեռ Վեներան է այդ տանը, այնպես որ ես արդեն հասցրել եմ վիճել իմ շրջապատող մարդկանց հետ, որոնց հետ որ 4 ամիս սովորում էի։ Այնպես որ խոյը ձգում է դա, որ վեճ լինի եւ խոսքով Մերկուրին խոսքն է եւ մարդկանց կամ վիրավորեք կամ գորգռակ կամ եւ այլն։ Այնպես որ կարող են ձեր շրջապատում եւս այդ նման մարդիկ լինեն, ովքեր որ ցանկանան ձեզ հետ վիճել։ Այս ընթացքում այնպես չի, որ հենց այսօր է Մերկուրին հետադարձ լինելու ու ուրեմն հենց այսօր պետք է նա ազդի ձեզ վրա։ Մի քանի օր հաստատ առաջ ինքը ազդեցություն ունի, որովհետև ինքը դանդաղում է, ինքը կանգնում է եւ 1 ժամ չի կանգնում, 2 ժամ չի կանգնում, ինքը երկար ժամանակ օրերով նաեւ կանգնել, չնայած Մերկուրին արագ մոլորակ է, բայց ա մոլորակներ կան, որոնք դանդաղ այդպես մինչեւ կանգնում են, այդ ընթացքը այդ կանգնելու դեռ ազդում է ձեզ վրա եւ նման բաներ կարող են լինել։ Եթե որոշ պայմանագիր եք ուզում կնքեք, ապա անպայման սպասեք մինչև նա ուղղահայաց կլինի։ Նույնն էլ ուսման վերաբերյալ։ Քանի որ կցանկանաք սովորել կամ աշխատել նաև օտար երկրում, բայց պետք է սպասեք դիմելու համար։ Քանի որ Մերկուրին հետադարձ է եւ հետո կամ դուք կփոշմանեք, որ հենց այդտեղ եք սովորում, կամ բարդություններ կարող են առաջանալ։ Եվ որ արդեն սովորում եք, դա մեկ այլ հարց է, այնինչ որ նոր պետք է սկսեք, դա արդեն մեկ այլ հարց։ Եվ ուզում եմ նշել, որ Մերկուրին հետադարձ որպես այդպեսին մոլորակը հետ չի գնում, այլ մենք ենք ուղղակի երկրագնդից տեսնում։ Կարծես թե ես ջնջել եմ դա, բայց Facebook-ում դեռևս կա այդ նկարը, այդ այնտեղ GIF-ը ավելի շատ, կարող եք նայել, թե ինչպես է Մերկուրին հետ գնում, ինչպես ենք մենք տեսնում, որ Մերկուրին հետ է գնում, որովհետև մենք պտտվում ենք, իսկ ինքը մեզանից հետ է մնում։ Դրա համար ինքը ոնց որ հետ գնա, մինչև երկրագունդը էլի կպտտվի, կհասնի այն աստիճանի, որ էլի կնկատենք, որ Մերկուրին ուղղահայաց է։ Թե չէ որպես այդպեսին ոչ մի մոլորակ հետադարձ չի լինում, ուղղակի մեր համար է դա այդպես երևում, դրա համար էլ ոնց որ մեր գործերն են այդ նման կերպ հետ գնում, չեն լինում։ Սովորաբար մոլորակների կանգը եւ ետադարձ վիճակը ազդում է մարդու տրամադրության, հարաբերությունների եւ անձնական կյանքի վրա։ Մերկուրին հենց կառավարում է հաղորդակցությունը, շփումը, ուսումը, փոխազդեցությունները, ինտելեկտը, հիշողությունը, ինքնարտահայտումը, տրանսպորտը, վաճառքը, ճարտարագիտությունը եւ իհարկե տեխնոլոգիան։ Նա նաեւ պատասխանատու է կարևոր փաստաթղթերի համար։ Ակտեր, պայմանագրեր, կտակ, անձնագիր եւ այլն։ Երբ Մերկուրին ետադարձ է լինում, այս ամենը դուրս են գալիս վերահսկողությունից։ Ինչու է դա այդպես լինում։ Մոլորակն այդ ժամանակ լինում է հանգիստ վիճակում եւ իր ղեկավարած ոլորտները նույնպես ասես կանգ են առնում կամ վերադառնում են այն նույն կետին, ինչ եղել էին։ Ինչպես է օրորոցը, հա, որ շարժվում, ետ գնալուց վերադառնում են նախկին տեսքին։ Ցանկանում եմ նաև մանրացնել, քանի որ սա շատ է հարկավոր ցանկացած ետադարձ մոլորակի ժամանակ։ Եվ ձեր մեջ այլևս հարցեր չառաջանալու համար լսեք սա, ես ամեն անգամ սա ասում եմ։ Եվ չգիտեմ, մարդիկ սկիզբը լսում են թե ոչ, հետո սկսում են նույն հարցերը տալ, որ ես խոսում եմ, այնպես որ լավ կլինի, որ սկիզբը լսեն։
Մերկուրին ավելի հզոր է ետադարձ վիճակում եւ հենց այդ ժամանակ էլ մարդիկ ստանում են իրենց փաստաթղթերը, անձնագիրը, վիզան եւ այլն։ Ինչից պետք է խուսափեք։ Այդ ժամանակ ճշմարտությունը դուրս է գալիս ջրի երես, բացահայտվում են գաղտնիքներ, այնինչ թաքցրել էինք խնամքով ամեն ինչ դուրս է գալիս ջրի երես։ Փորձեք ոչինչ չսկսել, ավելի լավ է ավարտին հասցրեք սկսած գործը կամ արեք այն, ինչ միշտ հետաձգել եք։ Հարաբերություններում հին վեճերը կարող են նորից բռնկվել, բայց հաճախ դա լինում է այն ժամանակ, երբ մարդիկ պետք է բաժանվեն իրարից։ Այս ընթացքում նաև կարող են ձեզ հիշել ձեր նախկին սիրելին ընկերը, մանկության ընկերներից, վաղեմի ծանոթներից կարող են նաև նամակներ ձեզ գրել, հիշել ձեր մասին, կարող են զանգահարել նաև։ Տեխնիկայի համար միայն կարող եմ ասել, որ հեռու պահեք խմիչքներից, համակարգչից, սուրճից, թեյից եւ այլն, առավել եւս քաղցր ջուր։ Մերկուրի ետադարձ ժամանակ խափանվում են համակարգիչները եւ նաեւ էլեկտրական սարքավորումները, հատկապես եթե ձեզ մոտ նմանատիպ տան մեջ, օրինակ 4-րդ տան մեջ կարող է լինել։ Ուշադիր եղեք ծրագրերին, պահպանեք ձեր համակարգչի տվյալները, կրկնակի։ Եթե որևէ սարքավորում կոտրված է, ապա վերանորոգեք այն, նորը մի գնեք։ Զերծ մնացեք պայմանագրեր կնքելուց, բանավոր պայմանավորվածություններից։ Հետաձգեք ձեր նոր աշխատանքը, ավելի ուշ կարող են բացահայտվել նոր մանրամասներ, որոնք վրիպել են ձեր ուշադրությունից եւ հնարավոր են անակնկալ խնդիրներ։ Մերկուրին կառավարում է փոստը եւ հաղորդակցությունը, հատկապես զգույշ եղեք կարևոր փաստաթղթեր ուղարկելիս։ Կրկնակի ստուգեք ձեր ուղարկած նամակները, որոնք միգուցե սխալ մարդու ուղարկեք եւ սպասեք պատասխանի, մտածեք, որ հեսա կպատասխանեն ձեզ, բայց դուք ուրիշին եք ուղարկել։ Ձեր հաճախորդները հանկարծակի կարող են փոխել իրենց որոշումները։ Ամսագիր, կայք, գովազդներ, փորձեք չանել։ Մի կատարեք պլաստիկ վիրահատություն, երբ Մերկուրին, Վեներան եւ Մարսը հետադարձ են։ Այս փուլերում սխալներն ավելի հաճախ են լինում։ Միայն վիրահատություն արեք, արդեն ասացի, երբ որ դա վերաբերվում է անձամբ հենց մարդու անձնական առողջությանը։ Բայց եթե ունեք ընտրություն, դուք եք որոշում, թե երբ գնաք վիրահատության, եւ դա շտապ չէ, ապա հետաձգեք այն։ Ոչինչ մի գնեք այս ընթացքում, առավել եւս տեխնիկա։ Եթե թանկարժեք իրեր գնեք, օրինակ մեքենա, համակարգիչ, զարդեր կամ կենցաղային տեխնիկա, ապա կարող եք ավելի ուշ զղջալ գնման համար եւ հասկանաք, որ դա այն չէր, ինչ որ պետք էր։ Ես միշտ հետադարձի ժամանակ ֆեն եմ գնում, ուրիշ ոչինչ չեմ գնում եւ շատ մաչելի ամեն անգամ, ամեն 3 ամիսը մեկ մենք ֆեն ենք փոխում, որովհետեւ չգիտեմ ինչու նա նորից ձգձգվում է, մինչեւ հենց այդ ժամանակը փչանում է թութու, հուսով եմ այս անգամ չի փչանա։ Վերջես ենք, վերջին ֆենը թափել։ Եթե գնեք որևէ իր, ապա երբ Մերկուրին կրկին կլինի ուղղահայաց, ապա այդ սարքավորումները վերանորոգման կարիք կունենան, հեռախոսը կարող է փչանալ կամ կորել։ Նաև կարող է տեսնեք, որ նույն զգեստը կամ իրը մեկ այլ խանութում բավականին զեղչ էին, եւ դուք կրկնակի թանկ եք գնել։ Եթե գնեք բնակարան, ապա կարող են տան հետ կապված սխալների հայտ գալ ավելի ուշ։ Եթե դուք բնակարան գնել եք վաղուց, մինչև ետադարձ լինելը, ապա կարող եք հանգիստ շարունակել, բայց նոր գործարք հարկավոր չէ կնքել։ Ինձ հարցրել էին, որ առաջ ինչ որ բան ենք սկսել, հիմա կարող ենք անել։ Այո, այն ինչ որ սկսել եք առաջ, դիմել եք աշխատանքի համար օրինակ, ձեզ ընդունել են աշխատանքի, բայց հետո գալիս է հետադարձ Մերկուրին, ուղղակի ձեզ ժամանակ էր պետք կամ իրենց էր ժամանակ պետք ինչ որ մի բան ավարտելու համար եւ հետո անցնելու այդ աշխատանքին, բայց դուք արդեն պայմանավորվել եք, արդեն ձեզ ընդունել էին աշխատանքի կամ ինչ որ մի ձևով այնտեղ ժամանակին աշխատել եք, հիմա արդեն կարող եք անել։ Կարող գնալ այդ աշխատանքին։ Եվ իհարկե ուղևորության մասին, որի համար շատ եք ընդհանրապես դիմում, այդ ընթացքում շատերը մոռացկոտ են դառնում։ Կարող եք մոռանալ ձեր փաստաթղթերը, ձեր չոմադանը, ինքնաթիռի տոմսը կամ տաքսու մեջ թողնեք որևիցե իր։ Բանալին թողնեք դրան վրա, տանից դուրս գալու ժամանակ, այնպես որ ամեն ինչը ուղղակի պետք է այդ ժամանակ, եթե ուզում եք ճամփորդեք, ուշադիր եղեք։ Հնարավոր է նաև ինքնաթիռի ուշացում, ձեր ուղեբեռի կորուստ, միայն ուղևորվելուց զգույշ եղեք, ուշադիր եղեք ամեն ինչին։ Եթե այդ օրերին պետք է բոլորը կորցնեն որևէ բան, ապա բոլոր թռիչքները կհետաձգվեին բնականաբար։ Միայն չափազանց ուշադիր եղեք, մի քանի անգամ ստուգեք, թե ինչ եք վերցրել ձեզ հետ։ Ինչ չեք վերցրել կամ գրանցեք, եթե հատկապես հիմա կարող է այս պահին չգնաք, բայց ամռանը կարող եք գնալ։
Գրանցեք անձնագիր, սա, ինչ վերցրել եք, կողքը պլյուսներ դրեք, նոր տանից դուրս եկեք։ Որովհետև ընդհանրապես ասում են, չէ, տանից դուրս գալուց առաջ, հատկապես երկար, տեղ գնալուց առաջ պետք է մարդիկ նստեն։ Այդպես նստեք եւ ստուգեք։ Ամեն ինչը հիշեք, նոր հետո գնացեք։ Մերկուրին բարի մոլորակ է իհարկե եւ ուղևորությունը հիանալի կանցնի։ Ուղղակի խնդիրներով, բնականաբար։ Հատկապես եթե գնալու եք այնպիսի վայրեր, որտեղ արդեն եղել եք։ Եվ իհարկե, եթե գնում եք ձեր մանկության վայր, ապա հիանալի կանցնի։ Նաև այդ ժամանակ կարող է պայմանավորվեք որևէ բնակարանի կամ հյուրանոցի համար, գնաք, հասնեք այնտեղ եւ գրանցած չլինեն։ Կամ բնակարանի տանտիրոջը չկողանաք գտնել, բանալին վերցնել, կամ դժվարությամբ գտնել։ Մի խոսքով խնդիրներով կգնաք, կհասնեք տեղ, հետո արդեն ամեն ինչ լավ կլինի։ Միայն նման խնդիրներ իհարկե տեղի կունենան ուղևորության դեպքում, իսկ այնտեղ ամեն ինչ հիանալի կանցնի։ Եվ իհարկե ստորագրելուց առաջ կարդացեք բոլոր պայմանագրերը եւ իրավական փաստաթղթերը, եթե ձեզ շատ հարկավոր են։ Ուղարկելուց առաջ կարդացեք նամակներն ու փաստաթղթերը։ Ցանկացած ճամփորդությունների եւ հանդիպումների համար շուտ դուրս եկեք տանից, քանի որ հնարավոր են ուշացումներ, խցանումներ եւ այլն։ Եղեք ներողամիտ, բաց թողեք վրդովմունքը, ավարտեք սկսածը։ Կրկնօրինակեք ձեր տվյալները, նկարները, ցուցակները եւ այլն։ Եթե ձեր նշանում է լինում ետադարձ, ապա հնարավոր են որոշ բաների ուշացումներ, հիասթափություններ։ Փորձեք լինել ավելի զգոն եւ կրկնակի ստուգեք։ Օրինակ, սա հենց խոյերին է վերաբերվում, ասցենդենտով խոյերին է վերաբերվում, ավելի, հա, ովքեր որ եւ ձկներին, ում հենց նշանում որ լինելու է հետադարձ։ Ամեն ինչ արեք շատ դանդաղ։ Եվ եթե հնարավոր է, ապա սպասեք 3 շաբաթ, հետո նոր արեք, եթե հնարավորություն ունեք, եթե ոչ, ապա խնդիրների միջով պետք է անցնեք այս փուլը։ Շատ հարցեր տվեք ինչ-որ մի բան անելու համար, ինչ-որ մի բան ստորագրելու համար, որպեսզի պատասխաններն իմանաք, նոր հետո շարունակեք։ Մի քանի անգամ ստուգեք ամեն ինչ, ուշադիր կարդացեք մանրատառերը։ Եթե դուք գնում եք բնակարան, տուն, մեքենա, վարձեք լավագույն մասնագետին եւ ցանկալի է երկուսին, որպեսզի իրենք մանրակրկիտ ուսումնասիրեն այն, մանրակրկիտ ստուգեն այն, ինչը որ դուք գնելու եք, միգուցե այնտեղ խողովակները, միգուցե պատին ներսում, միգուցե ինչ որ բաներ կարող են այնպես չլինել։ Եվ բացառություններ են լինում իհարկե, հետադարձ Մերկուրի ժամանակ, եթե ձեր նախկին տնօրենը ձեզ կրկին կանչում է իր մոտ աշխատելու, ապա գնացեք։ Եթե դուք աշխատանք չունեք, ապա գնացեք եւ փնտրեք, մի սպասեք 3 շաբաթ, 3 շաբաթ կարող ձեզ համար շատ կարեւոր է։ Եթե ձեզ վարկ չէին տրամադրել մինչև ետադարձ լինելը, ապա հիմա ռիսկով կրկին դիմեք։ Եվ եթե դուք գտել եք ձեզ համար հարմար բնակարան, բայց գործարքներ չէիք կնքել, ապա կարող եք վերադառնալ դրան։ Բայց նոր է այդքան էլ բայնպաստ չէ, միայն 5 գործարքներին պետք է վերադառնաք։ Եվ իհարկե, եթե ամուսնանում եք, այս ընթացքում, ապա ետադարձի ժամանակ շատ բաներ ի հայտ կգան։ Եղեք ավելի հանգիստ։ Եվ ետադարձ Մերկուրին մեզ ցույց է տալիս այն, ինչը մենք պետք է փոխենք եւ ուղենք։ Պետք չի նեղվել դրանից։ Եվ իհարկե լավ կլինի, որ վճարվեն պարտքերը, ավարտին հասնեք ամեն ինչ, ինչ որ սկսել եք։ Նաեւ եթե գիրք եք կարդում դա, որովհետեւ դա հենց Մերկուրին է։ Նաև հնարավոր է ձեզ վերադարձնեն ձեր պարտքերը։ Արեք այն բաները, որոնք որ հետաձգում եք։ Կես արել եք, կեսը թողում եք, կամ ուզում եք անել, բայց անընդհատ այսօր վաղը։ Բարելավեք եւ ձեր գործերը։ Դա այս ընթացքում հիանալի է ուղղակի, այնպես որ կարող եք անել։ Մի քիչ երկար եղավ սկիզբը, բայց լավ կլինի, որ լսեք, իհարկե։ Ամենակարևորը հենց սկիզբն է։ Հետո նոր արդեն կենթանակերպի նշանները, որովհետև Մերկուրին ինքը շատ արագ է լինում հետադարձ տարվա մեջ 3-4 անգամ։ Դրա համար գոնե որ իմանաք, թե ինչին պատրաստ լինեք այս ընթացքում։ Եվ արդեն հիմա խոսենք կենթանակերպի նշանների վերաբերյալ, ժամերը կլինեն ներքևում, մեկնաբանության բաժնում։ Եթե հավանում եք, լայքեք, սիրելիներս, թողալիքը առաջ գնա, որպեսզի շատ մարդիկ տեսնեն այս աշխատանքը չկորի, որովհետև բավականին երկար ժամանակ է անցնում, որ այս աշխատանքը կատարվում է։
Շնորհակալ եմ նաև բոլորից բոլոր մեկնաբանությունների, լայքերի եւ բաժանորդագրությունների համար։ Ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում։ Միայն սեղմում եք այդ թվերի վրա եւ էկրանին կբացվի արդեն միայն ձեր նշանը, կարող եք լսել։ Իհարկե սկիզբը լսելուց հետո։ Եվ լավ կլինի, որ լսեք երկու տունը։ Եվ օրինակ 6-րդ տունն անգել եւ 6-ը եւ 5-ը։ 5-ը երկուսն էլ լսեք։ Որովհետև դա ինքը խոյից հետ է գնում ձկներ նշան, ձեր վրա ազդելու է երկու տան այդ ամբողջ ոլորտները ինչ որ պարունակում է իր մեջ, այնպես որ երկու տուն նայեք։ Հարգելի խոյեր, Մերկուրին հետադարձ կլինի ձեր առաջին տանը։ Առաջին տունը դա մենք ենք, մեր ցանկությունները։ Կարող եք որևէ փոփոխություններ կատարել ձեր դեմքի, իմիջի եւ մարմնի հետ կապված։ Շատերը կարող եք կրկին սկսեն սպորտով զբաղվել, գնաք յոգայի, հանկարծակի կտրել շատ կարճ ձեր մազերը, հագնել այն հագուստը, որը նախկինում եք հագել, օրինակ առաջ դասական եք հագնվում, հետո սկսել եք փոխել ձեր ոճը, իսկ հիմա նորից կարող եք անցնել այդ դասական հագուստին կամ հակառակը։ Ամենայն դեպս վիրահատություններ չի կարելի անել հետադարձ մոլորակների ժամանակ, առավել ևս չանեք ոչ մի պլաստիկ վիրահատություն, քանի որ ևս մեկ անգամ կուղեք դա, կամ ձեզ դուր չի գա, կամ սխալ վիրահատած կլինեն։ Նաև եթե առաջին անգամ որևէ պրոցեդուրա պետք է անեք, ապա դեռ սպասեք։ Այս ընթացքում ռիսկի մի դիմեք։ Այս ընթացքում ոչինչ մի սկսեք, եթե կարող եք միայն ձեր ունեցածը լավացրեք։ Ձեր գործունեությունը, ձեր դիզայնը, ցանկացած պլան, կլինի բիզնես թե ոչ։ Որոշ մարդիկ կարող են շարունակել իրենց հարաբերությունները նախկին ընկերոջ, ընկերուհու հետ, ամուսնու, կնոջ, որոնց դուք նախկինում ճանաչել եք։ Իսկ նոր հարաբերություններ բարենպաստ չէ սկսել, քանի որ հետո կարող եք ձեր կարծիքը փոխել տվյալ մարդու նկատմամբ, հատկապես Վեներան էլ հետադարձ է։ Այն ամենը, ինչը կապված է ձեր անձի հետ, ապա կվերադառնաք այն ապրելակերպին, որով ապրել եք, անգամ մինչև ձմեռ, կամ ում հետ աշխատել էիք, նաև ձեր հաճախորդների հետ կարող եք այդպես վերադառնաք, որոնց հետ որ աշխատել եք, կարող են կրկին վերադառնալ, բայց իհարկե ոչ թե որևէ բան ուղղելու համար, այլ որպեսզի ևս մեկ անգամ ձեզ հետ աշխատեն։ Եթե աշխատանքի, տան, վարձակալության որոշ գործարքներ իր ավարտին կհասնեն այս ամիս, ապա լավ է նորը կնքել, իսկ ամբողջովին նոր պայմանագիր փորձեք հնարավորինս սպասել։ Անկամ եթե տուն գտնեք, ապա փաստաթղթերը ստորագրելու համար դեռևս սպասեք։ Մերկուրիի ետադարձ վիճակում հնարավոր են նաև բոլոր գործողությունները հետաձգվել, դանդաղել կամ չեղարկվել։ Մերկուրին դա նաև տեխնիկան է, ապա հնարավոր է փչանալ ձեր անձնական օգտագործման տեխնիկան, կամ ձեր աշխատավայրում նույնպես փչանա ձեր անձնական օգտագործման տեխնիկան եւ չկարողանաք աշխատել։ Վերանորոգում կարող եք անել։ Իհարկե այդ տեխնիկայի։ Ուշադիր եղեք ձեր փաստաթղթերին, կորցնելու հնարավորությունը շատ մեծ է։ Ինչպես նաև շուտ դուրս եկեք տանից, որպեսզի չուշանաք։ Կամ ձեր անձնական տվյալները, գաղտնագիրը, ստուգեք, փոխեք, կամ կրկնապատկեք պաշտպանությունը, բանկային քարտերին եւս ուշադիր եղեք։ Ինչպես նաև ձեր տեղեկություններին ուշադրություն դարձրեք։ Ուշադիր եղեք, պահպանեք անպայման, եթե հարկավոր է կոդ դրեք վրան, եթե նման հնարավորություն կլինի։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի ցուլեր, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 12-րդ տանը, գաղտնիության, մեկուսացման, ավարտի տանը, ինչպես նաև ընկերների տանը։ Պետք է ուշադիր լինեք, երկուսն էլ նայեք։ Այս ընթացքում հնարավոր են, որ կբացահայտվեն այն գաղտնիքները, որոնք հայտնի չեն եղել նախկինում։ Ինչպես նաև որոշ մարդիկ հնարավոր է կրկին պարկեն հիվանդանոցում, այն խնդրի համար, որի համար եւս մեկ անգամ արդեն պարկել եք հիվանդանոց։ Եթե չպարկեք, ապա Մերկուրին ձեզ կհիշեցնի կամ կվերադարձնի այդ խնդիրները, այն առողջական խնդիրները, որոնք արդեն եղել էին ձեզ մոտ, որ պետք է եւս մեկ անգամ հետազոտվեք, անալիզներ հանձնեք, բայց վիրահատություններ չի կարելի։ Կամ ոմանք կրկին դատապարտվեն այն նույն գործի համար, որի համար նախկինում դատապարտվել էին։ Նաև այս տունը ազատման տունն է,
Կարող եք ազատվել այն իրերից, այն սարքավորումներից, որոնք այլևս ձեզ հարկավոր չեն, բայց տանն են դրված։ Ազատվեք դրանցից, որ նորերին տեղ բացեք։ Կարող եք նաև ձեր փաստաթղթերը կարգի բերել, որոնք հարկավոր չեն, ազատվեք դրանցից։ Ինչպես նաև մեկուսացումը, դա բոլորից հեռու գտնվելն է։ Միգուցե կրկին ցանկություն կունենաք մենակ ճամփորդելու, գնաք այնտեղ, որտեղ եղել եք, բայց այնտեղ չէ, որտեղ առաջին անգամ պետք է լինեք։ Այդ տունը նաև կապված է օտար երկրների հետ։ Միգուցե կրկին պետք է ուղղեք ձեր փաստաթղթերը եւ ուղարկեք այն կենտրոն, որտեղ օտար երկրում հանձնում ենք մեր փաստաթղթերը։ Կարող են որոշ ձգձգումներ լինել կապված այս կամ այն գործի հետ։ Ինչպես նաև կարող եք շատ ցրված լինել եւ որոշ իրեր կորցնել, քանի որ այդ տունը նաև մշուշոտում է մեր ուղեղը։ Կարող են ուշանալ որոշ փաստաթղթեր, փաթեթներ կամ կորեն, ինչպես նաև կարող եք կորած իրերը գտնել։ Ոմանք կարող են կրկին դիմել անձնագրի համար, որ նորը տան կամ երկարացնեն, ոմանք կգնան որևէ արխիվ, փաստաթղթեր փնտրելու համար կամ անձնագրի հետ կապված խնդիրների համար, անունը փոխելու համար։ Ոստիկանների եւ հետազոտողների համար լավ է այս ընթացքը, այս շրջանը, ովքեր իհարկե ցույլ են, ապա իրենք կարող են հին արխիվներից շատ հարցերի պատասխաններ գտնել, որոշ փաստաթղթեր գտնեն, որոնք որ կօգնի իրենց գործին, ավելի հեշտ կգտնեն, քան մեկ այլ ժամանակահատվածում, որ պետք է գտնեին։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի եկվորյակներ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 11-րդ տանը։ Կապված է դա ընկերների, որևէ արդյունքների, սոցցանցերի եւ հասարակության հետ։ Ձեր կյանք կարող են վերադառնալ ձեր նախկին ընկերները, որոնց վաղուց չեք տեսել եւ կրկին վերսկսեք շփումը։ Ինչպես նաեւ եթե սպասում եք որոշ տեղեկություններ, փաստաթղթեր, գումար, ապա հնարավոր են ուշացումներ։ Կարող է նաեւ հարկավոր լինել լրացուցիչ փաստաթղթեր, եթե դիմել եք աշխատանքի կամ դեսպանատուն կամ նման հաստատություն, կարող են ձեզ ասել, եւս փաստաթուղթ ուղարկեք, տվեք, բերեք։ Ինչպես նաև կարող է բժշկի, դատարանի, քննության պատասխանները, վիզաները, հարցազրույցները կարող են կրկին ուշանալ։ Նաև կարող եք վերադառնալ ձեր ստեղծագործական դասընթացներին, որոնք ժամանակին գնացել եք, նկարչություն, ուլունքագործություն, գործվածքներ եւ այլն։ Կամ կհանդիպեք ձեր դասընկերներին, ձեր բանակի ընկերներին, նաև ուսանողական ընկերներին եւ որոշեք եւս մեկ անգամ հավաքվել որևէ վայրում ձեր ամբողջ խմբով։ Ովքեր աշխատում էին սոցցանցերով, կարող եք վերադառնալ եւ կրկին սկսել աշխատել, բայց նորը բացել եւ սկսել դա բարենպաստ չէ, հետո արդեն կրկին նորից կփակեք, կարող է նաեւ չարդարացնել։ Միգուցե սկսեք մասնակցել որևէ խմբակային առիթների կամ վերադառնաք ձեր ընկերական խումբ։ Որոշ հարցեր կարող են վերաբերվել ձեր երեխաներին, եւ շատ հարցերում հարկավոր կլինի կրկին անել այն, ինչ որ արել եք, փոխել դպրոցը եւ տանել այլ դպրոց, որում նախկինում սովորել էր, կամ նորից քննություններ հանձնի։ Ոմանք կարող են վերադառնալ իրենց այնպիսի աշխատանքին, որը կապված էր հասարակության հետ, աշխատում եք բազմաթիվ մարդկանց հետ, կամ պատգամավոր, նախարար կամ որևէ դատական համակարգում, կամ վարչապետ։ Կարող եք նաև վերադառնալ պետականային հարցերին, որոնք նախկինում կիսատ էիք թողել, որևէ հարկադիր կամ վարկերի հետ կապված։ Ինչպես նաև կարող է կարիերայի բարձրացում լինել, որի ժամանակ հարկավոր կլինի հավաքել հին փաստաթղթերը, անգամ ստիպված լինեք գնալ արխիվ եւ հավաքեք ձեր ամբողջ փաստաթղթերը։ Բայց հավանականությունը մեծ է, որ սկսվեն ձգձգվել այդ բոլոր գործընթացները, երկար սպասեք մինչև գտնեն։ Նոր աշխատանքային վայր այս ընթացքում հարկավոր չէ տեղափոխվել, միայն եթե ձեր նախկին աշխատավայրից ձեզ կկանչեն, ապա այդ ժամանակ կարող եք հանգիստ ընդունել իրենց առաջարկը։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի խեցգետիններ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 10-րդ տանը։ 10-րդ տունը դա բարձրունքի, հեղինակության, կարիերայի տունն է։ Այն թե ինչին ենք մենք ձգտում հասնել մեր կյանքի ընթացքում։ Մերկուրին այդ ոլորտներում կդանդաղեցնի ամեն ինչ, քանի որ հարկավոր կլինի կրկին անել, ուղղել սխալները։ Ավելի լավ է, եթե մտածում եք որևէ պրոյեկտի վերաբերյալ, ապա սպասեք դրանց իրականացնելու հարցում։ Հնարավոր է, որ անգամ փակվի աշխատատեղը այս մի քանի շաբաթը, կամ կարող է ձեր հաճախորդն ասել, որ պետք է վերափոխել, լավացնել այն, ինչ որ կատարել եք։ Կամ դուք ինքներդ կորոշեք լավացնել ձեր բիզնեսի կառուցվածքը եւ վերադասավորեք այն։ Կամ
Ձեր կազմակերպությունում որևէ բան կարող է փոխվել, կարող է ետ գալ նախկին տնօրենը կամ որևէ գործընկեր, որը նախկինում աշխատում էր ձեզ հետ, հանկարծ կհիշի ձեզ եւ կզանգահարի։ Ինչպես նաեւ կարող է ձեզ զանգահարեն ձեր նախկին աշխատավայրից։ Կարող են նաեւ լինել որոշ ստուգումներ, որտեղ կարող է հարկ լինել, որպեսզի ձեր աշխատանքի վերաբերյալ բացատրություններ տաք։ Կփոխվի ձեր պլանները կապված աշխատանքի հետ։ Տնօրինության փոփոխություններ նաև կարող են լինել։ Օրինակ, դուք ունեիք այլ նպատակ, իսկ այս ընթացքում կարող է փոխվել այն։ Ոմանք կարող է կրկին վերադառնան իրենց նախկին աշխատավայր, կամ հնարավոր է, որ միայն այցելեք այնտեղ, այլ ոչ թե աշխատեք, գնաք իրենց տեսնելու համար։ 10-րդ տունը նաև կապված է դիպլոմի հետ, դիսերտացիա պաշտպանելու եւ որևէ նոր պաշտոնի հետ։ Այդ ոլորտը նույնպես կարող է հետաձգվել կամ երկարաձգվել, ինչպես նաև ամսաթվերը կարող են փոփոխվել։ 10-րդ տունը դա նաև կարգավիճակն է, օրինակ, որոշել եք ամուսնանալ, իսկ այս ընթացքում կարող է փոխեք ձեր որոշումը, կամ ցանկանում եք գնալ թոշակի, բայց կրկին կփոխեք ձեր որոշումը եւ կցանկանաք շարունակել ձեր աշխատանքը։ Այնինչ կապված է կարգավիճակի հետ, այդ ոլորտները եւս կփոխվի։ Հնարավոր է, որ ձեզ մոտ կվերադառնան ձեր հին հաճախորդները եւ եթե դուք իհարկե զբաղվում եք արք ու վաճառքով։ Ինչպես նաեւ եթե զբաղվում եք բիզնեսով, կարող է փոխեք ձեր բիզնեսը մեկ այլ մարդու անունով կամ ընդհանուր բիզնեսի անունը փոխեք, եթե ոչ թե բրենդ ունեք։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի առուսներ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 9-րդ տանը։ 9-րդ տունը դա կյանքի իմաստի որոնման տունն է, ճանապարհորդության եւ ուսման տունն է։ Դա այն է, ինչը մեզ դարձնում է երջանիկ։ Կարող է փոխվել ձեր ուսուցչուհին։ Կցանկանաք արձակուրդ վերցնել ուսման հետ կապված։ Հիանալի ժամանակ է, որպեսզի վերականգնեք ձեր ուսումը, որպեսզի ավարտեք այն։ Նաեւ հիանալի է, որպեսզի վերաքննություն հանձնեք, ինչպես նաեւ կարող եք սկսեք մտածել, հարկավոր է արդյոք ձեզ այդ մասնագիտությունը եւ որոշեք փոխել ֆակուլտետը կամ գնաք մեկ այլ դասընթացի։ Եթե դուք ինքներդ եք սովորեցնում, ապա կարող է սկսեք ուրիշ դասընթացներ տալ, այնինչ դուք նախկինում անցկացրել եք։ Հիմա նույնիսկ կրկին կարող վերադառնալ դրան։ Եթե ունեք դատական գործեր, ապա շատ լավ ժամանակ է ետադարձ բողոք ներկայացնելու համար, որպեսզի կրկին վերաբացվի գործընթացը։ Իսկ եթե դուք սպասում եք որևէ դատական գործընթացի որոշման, ապա դրանք կարող են ամսաթվերը փոխվել, հետաձգվել, կարող է ձեր պլանավորվածությամբ չընթանալ։ Կարող է օրինակ դատավորը հիվանդանա կամ որոշ փաստաթղթեր են կիսատ, որևէ խանգարող հանգամանքներ կան, նման կարող է ինչ-որ բաներ առաջանալ։ 9-րդ տունը դա նաև ճամփորդություններն են եւ այն վայրերը, որտեղ դուք արդեն եղել եք։ Այդտեղ կկարողանաք գնալ, անգամ եթե պետք է որևէ հեռու վայր գնաք։ Ետադարձ Մերկուրիի ժամանակ լավ է կրկին վերանայել, դիմել վիզայի համար, բայց այն վայրերի համար, որտեղ արդեն եղել եք։ Ոմանք կարող է վերադառնան ի վերջո եկեղեցի, մեր կրոնին, կամ կարող է սկսեք մտածել, թե դա ձեզ ինչ է տալիս, եւ համեմատություն անցկացնեք մեկ այլ կրոնի հետ, օրինակ կաթոլիկ, որ շատ հայերը իհարկե հիմա փոխվել են։ Սա իհարկե ոչ բոլորին կարող է վերաբերվել։ Մերկուրին նաև պատասխանատու է մեր մտքերի համար եւ կարող է դուք վերադառնաք այն մտքին, թե որն է ձեր նպատակակետը, առաքելությունը եւ ինչու է կյանքի իմաստը կայանում։ Այդ թեման ձեզ շատ կանհանգստացնի։ Եվ դուք կզգաք, թե ինչպես է այդ մտքերը ազդում ձեր կյանքի վրա։ Դրա համար հետևեք ձեր մտքերին, այնինչ մտածում եք։ 9-րդ տունը դա առհասարակ դրական տուն է, եւ մտքերը նույնպես կլինեն միայն դրական։ Եվ իհարկե դա հավատքի տունն է։ Եթե անգամ դուք չգիտեք ինչով զբաղվել եւ առհասարակ ինչ եք դուք ցանկանում կյանքում, ամենակարևորը ձեր մտքերը կառուցեք այնպես, ասես վերակազմավորեք դրանք։ Եվ Մերկուրին այդ հարցում այդքան լավ է, որ ձեզ հնարավորություն կտա վերակազմավորել ձեր մտքերը, ձեր ուղեղը դրական մտքերի համար։ Ինչ էլ որ լինի հիմա ձեր կյանքում, անգամ ամենավատ դեպքերը։ Դուք արթնանում եք եւ ասեք շնորհակալություն տիեզերքին, Աստծուն, նրա համար, որ դուք ողջ եք, շնչում եք, տեսնում եք եւ որ հավատում եք, որ կգտնեք ձեր առաքելությունը եւ հավատում եք, որ կգտնեք ձեր ճանապարհը եւ ասեք դա դրականորեն, ուրախ տրամադրությամբ եւ դուք կտեսնեք, թե ինչ արագությամբ հենց այս ընթացքում, երբ Մերկուրին հետադարձ է,
դուք կփոխվեք մեկ այլ կարգավիճակի, եւ դուք ավելի པարզ կտեսնեք ամեն ինչ, եւ ավելի པարզ կտեսնեք ձեր ճանապարհը, թե ուր գնաք եւ որ կողմ։ Նաեւ կարող է հանդիպեք այն մարդկանց, ում հետ օրինակ սովորել եք, ում հետ ճանապարհորդության ժամանակ ծանոթացել եք։ Ինչպես նաեւ կարող է վերադառնաք այն գրքին, որն արդեն կարդացել եք, եւ կրկին կցանկանաք այն կարդալ։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի կույսեր, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 8-րդ տանը։ Դուք ասես կվերակազմավորեք ձեր ֆինանսական վիճակը։ Ոմանք, եթե որևէ վայրում ներդրումներ եք կատարել, կարող է ցանկություն ունենաք հանել ձեր ֆինանսը եւ այդ կազմակերպությունից, որտեղ որ ներդրում եք արել։ Նաեւ կարող է փոխվել վարկի տոկոսադրույքը։ Եթե դուք կմտածեք, ինչպես վարվել նման դեպքում, կամ կարող են վերադարձնել ձեր պարտքերը յուրաքանչյուր վայրից եւ անհատները եւ որևէ կազմակերպությունից։ 8-րդ տունը դա նաեւ ընդհանուր բյուջեն է եւ ամուսինների միջև եւ գործնական առումով, գործընկերների միջև։ Կարող է ձեզանից որևէ մեկի աշխատավարձը ուշացնեն, ինչպես նաեւ կարող է մարեք որոշ պարտքեր, որը դուք շատ վաղուց պարտք եք որևէ մեկին կամ որևէ կազմակերպությանը։ Բիզնես գործընկերոջ վերաբերյալ կարող է ձեր գործընկերը փոխի իր տեսակետը, իր դիրքը, օրինակ կարող է ասի, որ ինքը կներդնի որոշ գումար, բայց փոխի իր որոշումը, կամ կարող է ասել, որ վերցնում է, ավելի շուտ հանում է իր ներդրումը ընդհանուր բիզնեսից։ Նաև կարող է այս ընթացքը ձեզ մոտ լինել սպասողական վիճակ։ Սպասեք որևէ մեկից որևէ գումար։ Օրինակ, ժառանգություն, որոշ ֆինանսական գործարքներ, դրանք կարող են կայանալ միայն ապրիլի 7-ից 10-ից հետո այդպես։ Երբ Մերկուրին կվերադառնա ուղիղ դիր։ Եթե ձեր ծնողները խոստացել էին օգնել ձեզ գումարով, նրանք կարող է եւս փոխեն իրենց միտքը եւ կարող է ասեն, որ իրենք չեն կարողանա օգնել այս ժամանակահատվածում։ Ինչպես նաեւ ովքեր սպասում էին պետական հիմնարկությունից որևէ ֆինանսական օգնություն կամ ալիմենտ, թոշակ, ապա հնարավոր է, որ պահանջեն հավելյալ փաստաթղթեր, ապացույցներ, տեղեկանքներ։ Հարկ կարող է լինել դեռևս որևէ բաներ անել այդ հարցերի շուրջ, որպեսզի ստանաք այդ գումարները։ Ոմանք կարող է մի բանկից մյուս բանկ փոխանցեն իրենց գումարները, տեղափոխեք ընդհանուր։ 8-րդ տունը դա նաև ինտիմ հարաբերությունների տունն է։ Եթե ֆինանսական թեման ձերը չի, ապա դա կարող է լինել ինտիմ հարաբերությունները։ Ինտիմ հարաբերությունների վերականգնում որևէ մեկի հետ։ Կամ կարող է հաշտվեք տվյալ անձնավորության հետ։ Կարող է դուք վաղուց չեք շփվել ձեր նախկին ընկեր կամ ընկերոջ հետ, ընկերուհու հետ ավելի լավ, եւ հանկարծ նա իր մասին կհիշեցնի ձեզ, կզանգի կամ նամակ կգրի, եւ դուք կրկին կսկսեք հանդիպել միմյանց հետ։ Ճիշտ է, կարող է այն շատ երկար չտևել եւ ավարտվեն Մերկուրիի ուղղահայաց լինելուց հետո, բայց կրկին կարդանան ձեզ մոտ այդ զգացմունքները։ Եվ իհարկե, այս ետադարձ Մերկուրիի ժամանակ դուք կարող եք մաքրվել հոգեպես տրավմաներից, բայց ոմանց մոտ նա կարող է դուրս հանել ձեր նախկին տրավմաները, օրինակ նախկին հարաբերություններից առաջացած կամ ինչու ոչ մանկական տրավմաները, ժառանգության բաժանման տրավմաները, մի խոսքով այն ձեզ հիշեցնի այս ընթացքը կարող է հիշեցնել։ Ընդհանրապես ետադարձ Մերկուրիի ժամանակ լավ է դրանք ավարտին հասցնեք։ Խոսեք միմյանց հետ, հասկանաք միմյանց եւ ավարտեք ամեն հարց եւ վերջակետ դնեք այն հարցին, այն ամենին, ինչը ձեզ տանջում էր, ձեզ հետ կատարվում էր, դու ձեր եւ դիմացինի։ Ոմանք կարող են կրկին վերադառնալ հոգեբանի մոտ, նարկոլոգի եւ սեքսապաթոլոգի մոտ։ Եվ եթե նախկինում բուժում եք անցել, ապա կրկին կարող եք անցնել այդ կուրսը։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի կշեռքներ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 7-րդ տանը։ Ձեզ մոտ կապված է գործընկերների եւ զուգընկերների ոլորտների հետ։ Դա ավելի շատ վառ կարտահայտվի այս ամսվա վերջ։ Մի կողմից կարող է շատ դանդաղ ընթանալ գործնական բոլոր հարցերը, եւ դուք կսկսեք մտածել, որ որքան դժվար է տվյալ մարդու հետ աշխատել կամ հարաբերություններ ունենալ։ Բայց մյուս կողմից կարող է հարկավոր լինել վերադառնալ նախկին գործերին, ինչպես նաեւ կլուծեք որոշ խնդիրներ կապված գործնական հարաբերությունների հետ, որոնք շատ վաղուց էին առաջացել։ Ինչպես նաեւ վերանայել։ Սա վերաբերվում է նաեւ անձնական հարաբերություններին։ Եթե
վերաբերվում է միայն գործընկերներին, ապա դուք կվերանայեք նախկինում ձեր ստորագրված փաստաթղթերին, որոշ պայմանագրերին եւ այդ հարցում կարող է լինել կրկնակի համաձայնություններ։ Նոր համաձայնագրեր կնքեք, նաեւ ձեր կյանքում կարող են անցյալից վերադառնալ այն մարդիկ, ում հետ դուք նախկինում աշխատել եք։ Ինչպես նաեւ այս ընթացքում կարող եք հրավերք ստանալ գործնական հարաբերություններ սկսելու վերաբերյալ անցյալի ձեր ծանոթներից։ Եվ կցանկանամ նշել, որ եթե այդ վայրում դուք նախկինում աշխատել եք, կամ իրենք այն մարդիկ են, որոնց հետ նախկինում աշխատել եք, ապա նման գործընկերությունը այս ընթացքում շատ բարենպաստ է ձեզ համար։ Իսկ եթե դուք կցանկանաք ամբողջովին կստանաք նոր հրավերք եւ կցանկանաք այնտեղ աշխատել եւ նոր մարդկանց կողմից, ապա ավելի լավ է այս ընթացքում չընդունեք, ավելի լավ է սպասեք, երբ Մերկուրին կլինի ուղիղ դիրքում։ Եթե խոսենք անձնական հարաբերություններից, ապա դուք կարող եք այն հարցերը, որոնք թողել եք անցյալում, անդրադառնաք դրանց եւ վերջապես լուծեք դրանք։ Եվ այն հարցերը, որոնք ձեզ խանգարում էին միասին երջանիկ լինելու համար, եւ եթե կան մարդիկ, ովքեր բաժանվել էին, ապա դուք կունենաք հնարավորություն կրկին միասին լինելու համար։ Եվ այն հարցերը կարող եք պարզել, քննարկել, որոնք որ ձեզ խանգարում էին միասին երջանիկ լինելու համար։ Կարող եք զբաղվել ձեր առօրյա գործերով, միայն կարող է որոշ հարցեր ավելի դանդաղ ընթանան։ Համենայն դեպս հակարծում եմ ձեզ համար ավելի լավ է, քանի որ կկարողանաք վերանայել ձեր նախկին գործերը եւ նոր շարունակել ձեր ապագան միասին։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի կարիճներ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 6-րդ տանը։ Կարող է նկատեք, որ ավելի է դանդաղում այն գործերը, որոնք դուք անում եք, թե աշխատավայրում, թե տանը, եւ կարող է վերադառնաք նախկին աշխատանքին։ Որոշ բաներ ուղղեք, շտկեք, ինչպես նաեւ կավարտեք արդեն իսկ նախկինում սկսած գործերը։ Նաեւ տան հետ կապված խնդիրները։ Իհարկե նախկինում առաջացած խնդիրներն ի վերջո լուծում կտակ։ Ոմանք կարող է վերջապես ավարտին հասցնեն իրենց տան վերանորոգումը, բայց եւ այնպես մի մոռացեք, որ նոր գործեր, պրոյեկտներ չի կարելի սկսել այս ընթացքում։ Առհասարակ լավ կլիներ ձեզ համար, որ սկսեիք մտածել ձեր հանգստի մասին եւ մի փոքր հանգստանաք։ Ինչպես նաեւ կարող են վերադառնալ ձեր կյանք ձեր նախկին տնօրենը, աշխատանքային գործընկերները։ Նրանք կարող են ձեզ առաջարկել, որ կրկին վերադառնաք այնտեղ աշխատելու համար։ Եվ այս ընթացքում դա բարենպաստ է, որպեսզի վերադառնաք հին աշխատանքին։ Եթե դուք աշխատում եք որևէ հաճախորդների հետ, կարող են իրենք վերադառնան ձեզ մոտ, կամ կրկին պատվիրելու համար, կամ որևէ բան շտկելու եւ ուղղելու համար։ Կարող է նաեւ նման մանր խնդիրներ առաջանան ձեր տանը, օրինակ անցած անգամ իհարկե շատ հարցեր կային, որ մարդիկ գրեցին, որ այս կամ այն իրը փչացել է իրենց տանը։ Դրա համար ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը, քանի որ կարող են նախկինում առաջացած խնդիրները հիմա եւս գլուխ բարձրացնեն, եւ ստիպված կլինեք այս անգամ արդեն իրենց ուշադրություն դարձնել եւ գնալ բժշկի։ 6-րդ տունը դա եւ առողջությունն է եւ մեր առօրյա կյանք։ Կարող եք թեկուզ պրոֆիլակտիկ ստուգումների գնալ, անալիզներ հանձնել, որպեսզի համոզվեք, որ ամեն ինչ կարգին է ձեզ մոտ։ Եթե ժամանակին զբաղվել եք սպորտով կամ ապրել եք առողջ ապրելակերպով, հիմա ճիշտ ժամանակն է եւս վերադառնալ այդ ամենին։ Այն կյանքով, որով որ դուք ապրել եք, կրկին կվերադառնաք դրան։ Ես կավելացնեի, որ մինչև իհարկե այս ձմեռը, գարուն, ինչպես որ ապրել եք այդ կյանքին կարող եք վերադառնալ, չնայած մինչև ամանոր։ Հենց այս օրերին, մարտի 15-ին եւ ապրիլի 7-ին, կարևոր ոչինչ մի որոշեք, մի ձեռնարկեք, քանի որ այդ օրը Մերկուրին կանգնած է լինելու, դեռ ինքը ամսի 14-ին 3 իհարկե, այսօր եւս ամբողջ օրը, որպեսզի կրկին շարունակի իր ուղղահայացը դրա համար, այստեղ ապրիլի 7-ին եւ հիմա։ Ապրիլի 7-ին, որ ինքը կանգնած կլինի, որպեսզի ուղղահայաց գնա, հիմա կանգնած է, որպեսզի հետադարձ գնա։ Այս լավ կլինի, որ հենց որևէ մի բան, եթե որոշեք, որոշում կայացնեք, նոր աշխատանքի ընդունվել եւ այլն,
ապա դա արեք գոնե առնվազն 3 օր հետո, ապրիլի 10-ից հետո։ Որովհետև դեռ մոտապես 2 օր ինքը կարող է կանգնած լինել, հետո նոր առաջ գնա։ Որովհետև սովորաբար շատ տեղերում տեսնում եմ, որ նշված է, որ մարտի 14-ից է հետադարձ լինելու, բայց քարտեզը ցույց է տալիս, որ նա դեռ կանգնած է, նա դեռ հետադարձ չէ։ Հետադարձ կլինի միայն արդեն նշեցի մարտի 15-ից գիշերը ժամը 20:00-ից հետո։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի աղեղնավորներ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 5-րդ տանը։ 5-րդ տունը երեխաների տունն է, բիզնեսի տունը, սիրո տունը, զգացմունքների, ստեղծագործության։ Կարող եք վերանայել ձեր ռոմանտիկ հարաբերությունները նաև։ Կարող են նաև վերականգնվել ձեր ռոմանտիկ հարաբերությունները, քանի որ կարող են ձեր կյանք վերադառնալ ձեր նախկին սիրելիները եւ դուք իրան երկրորդ հնարավորություն տաք։ Ովքեր արդեն հարաբերություններ ունեն, շփվում են կամ ամուսնացած են, ապա կվերադառնաք այն հարցերին, որոնք վաղուց էիք որոշել, կամ խնդիրներ կային ձեր հարաբերությունների մեջ, ապա այդ խնդրին կանցնեք եւ լուծում կտաք։ Այդքան էլ բարենպաստ չէ այս ընթացքում նոր ծանոթությունների համար, հատկապես Վեներան է հետադարձ, դուք ձեր կարծիքը կփոխեք դիմացինին հանդեպ։ Դա մար պետք չի։ Ոմանք կվերադառնան իրենց մանկություն, քանի որ դա նաև 5-րդ տունը երեխաների տունն է։ Ինչպես նաև կարող են հարցեր առաջանալ երեխաների հետ կապված։ Միգուցե այս տարի չի ընդունվել, պետք է եւս փորձի, պարապի։ Ինչպես նաև կարող են որոշ դատական գործեր բացվել երեխաների հետ կապված, ովքեր որ բաժանվում են։ Ամեն հարց կապված երեխաների հետ, այդ հարցերում հնարավոր է կրկնություն։ Միգուցե եւս մեկ անգամ պետք է գնա մեկ այլ երկիր, այնտեղ որտեղ եղել էր, նույնիսկ քննություն տա, նորից սովորի եւ այլն։ Ինչպես նաև հնարավոր են հղիություններ, բայց արդեն երկրորդ անգամ կամ երրորդ։ Կամ դա նաև կարող է վերաբերվել արհեստական հղիություններին, որ ժամանակին անալիզ էիք հանձնել, իսկ հիմա արդեն ժամանակն է։ Կարող են որոշ մարդիկ վերադառնալ ձեր կյանք, ում հետ ժամանակին շփվել եք, կամ սկսեք նորից աշխատել սոցցանցերով, կամ ընկերանաք խմբով, կրկին հավաքվեք եւ որևէ տեղ գնաք, կամ դասարանցիներով, որոնց վաղուց որ չեք տեսել։ Կապված ստեղծագործության հետ միգուցե կրկին վերադառնաք այն աշխատանքին, որը ժամանակին արել էիք, ինչպես նաև կարող եք վերադառնալ ձեր հին հոբիին, սկսեք նկարել կամ մեկ այլ հոբի։ Ոմանք կարող են կրկին պայմանագիր կնքել կապված թե բիզնեսի, թե որևէ տարածքի վերաբերյալ, բայց նորը հարկավոր չէ սկսել։ Միայն հին գործարքները կարող եք թարմացնել, ոնց որ հիմա ավարտվում է ապրիլի 1-ով, պետք է նորից թարմացնեք, այդ դեպքում կարող եք։ Կարող են վերականգնվել նաև հին աշխատանքները, հին գործընկերների հետ, ոչ նորը։ Ինչ որ մի բան կարող սկսել եք, կանգնացրել եք, հիմա կրկին նորից վերադառնաք այդ հարցին։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի այջեղջյուններ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 4-րդ տանը։ 4-րդ տունը մեր տունն է, մեր հայրենիքը։ Կապված է հենց մեր տան հետ։ Հնարավոր են որոշ իրեր փչանան, շատ ուշադիր եղեք, կամ այն ինչ վաղուց էր փչացել, վերանորոգեք։ Նաև ովքեր տանը վերանորոգում էին անում եւ որոշ ժամանակ կանգնեցրել էին այն, ապա եւս կսկսեք շարունակել։ Շատ բարենպաստ է տան առք ու վաճառքի համար, բայց եթե գնեք, ապա գործարք դեռ մի կնքեք, սպասեք մինչև մարտի 10-ը գոնե։ Բացի դա էլ լավ ուսումնասիրեք բնակարանը, քանի որ հետո կարող է ի հայտ գալ որոշ խնդիրներ եւ մտածեք, որ սխալվել եք այդ տան հարցում։ Բայց վաճառելու համար շատ բարենպաստ է։ Ովքեր վարձով էին ապրում, միգուցե հիմա կլրանա պայմանագիրը եւ ստիպված պետք է դուրս գաք այդ տանից կամ կարող են իրենք ասել, որ դուրս եկեք։ Տան համար իրեր հարկավոր չգնել, բայց վերանորոգում կարող եք անել։ Եթե հիմա գնեք, ապա հետո այն ձեզ կհիասթափեցնի։ Ոչ էլ տեխնիկա գնեք տան համար այս ընթացքում։ Նաև անվան փոփոխությունների մասին այս ընթացքում կարող եք փոխել կամ դիմել, որ փոխեն, եթե իհարկե վերջնական եք որոշել, համենայն դեպս դա շատ երկար գործընթաց է, այդքան արագ չի լուծվում անվան փոփոխությունը։ 4-րդ տունը դա նաև հայրենիքն է։ Որոշ մարդիկ կարող են վերադառնալ հայրենիք։
Իսկ որոշ մարդկանց մոտ հնարավոր է, որ թռիչքը հետաձգեն եւ մնաք կամ հայրենիքում, կամ չկարողանաք գնալ։ Որոշ մարդկանց էլ կարող է դեպորտ անեն դեպի իրենց հայրենիք։ Իհարկե նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը եւ ընտանիքի անդամներին։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի ջրհոսներ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր երրորդ տանը։ Երրորդ տունը շփումն է, հենց Մերկուրիի տունն է։ Այս ընթացքը կապված կլինի ձեր շփումների, ակտիվության եւ ուսման ոլորտների հետ։ Կարող եք եւս մեկ անգամ դիմել ուսման համար, այնտեղ որտեղ դիմել եք չէր ստացվել, կարող եք եւս մեկ անգամ էլ դիմել։ Եթե հարցեր էին առաջացել քննության հետ կապված, ապա կարող եք կրկին փորձել։ Ովքեր արդեն սովորում են, կարող են որոշ դասընթացներ տեղափոխվել, որոշ դասընթացներ չեղարկվել նաեւ։ Հետընթաց Մերկուրիի ժամանակ կարող է չկարողանաք կապ հաստատել որոշ մարդկանց հետ։ Շփումը չստացվի, անընդհատ կարող է հետաձգվի կամ կպայմանավորվեք որևէ մեկի հետ եւ որոշ խոչընդոտների պատճառով չեք կարողանա տեսնել միմյանց։ Մեկ խանգարի հեռախոսի մարտկոցը, մեկ տեղը ճիշտ չեք պայմանավորվել, մեկ նա կուշանա, մեկ դուք զբաղված կլինեք կամ տվյալ անձնավորությունը։ Նաեւ հնարավոր է որոշ տեխնիկա փչանա կամ կորցնեք։ Համենայն դեպս հարկավոր չէ նորը գնել, եթե հնարավոր կլինի, սպասեք հետո գնեք կամ վերանորոգեք։ Կցանկանաք տեսնել որևէ պաշտոնի անձնավորությանը միշտ զբաղված կլինի։ Եթե շատ կարևոր հարցեր են, ապա լավ կլինի հետաձգեք մինչև ապրիլի 7-ից 10-ը, որպեսզի կարողանաք այդ հարցերին լուծում տաք։ Եվ եթե կցանկանաք ճանապարհ գնալ, ապա հնարավոր են, որ տեղափոխվեն ձեր տոմսերը մեկ այլ օրվա համար, թռիչքը հետաձգվի կամ մեքենան խափանվի չկարողանաք գնալ կամ խցանումներ լինեն եւ այլն։ Ինչպես նաեւ ուշադիր եղեք, որպեսզի չմոռանաք ոչինչ եւ չուշանաք։ Դրա պատճառով կարող եք հետ գնալ վերցնելու համար եւ դրա համար ուշանաք։ Կարող է եւս մեկ անգամ էլ է հարկավոր փորձել դիմել ինչ որ միտեղ կամ համակարգչի մեջ ձեր գնումները կարող է ցույց չտալ։ Այդ ամենին չհանդիպելու համար հարկավոր է մի փոքր շուտ տանից դուրս գալ եւ ստուգել ամեն մանրուք։ Երրորդ տունը նաեւ տեղեկատվության փաստաթղթերի տունն է։ Ուշադիր եղեք կնիկներին, թարգմանությանը, տառասխալներին, որոնք այս ընթացքում շատ կարող են լինել։ Ուշադիր եղեք, որ շատ կարևոր տեղեկություն չկորցնեք, չջնջվի։ Փաստաթղթերին ուշադիր եղեք, որ չկորցնեք։ Իհարկե, շատ են լինում նման դեպքեր, որ ամբողջ փաստաթղթերը կորցնում են այս ժամանակ։ Նաև այս ընթացքում բարենպաստ է գնալ որևէ կուրսերի, սեմինարների եւ իհարկե վեբինարների։ Այստեղ նաև մեքենայի տունն է, մեքենա եւս պետք չի գնել, որովհետեւ հետո կարող եք փոշմանել։ Ինչ որ մի բան այնպես չլինի, ինչպես որ իրենք էին ձեզ ասել, ինչ որ մի բան սխալ կլինի իրենց ներկայացվածից։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի ձկներ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր երկրորդ տանը։ Այս ընթացքը կապված կլինի ձեր ֆինանսների հետ։ Եթե որևէ խնդիրներ էին առաջացել նախկինում ֆինանսների հետ կապված, ապա այն այժմ կարող է լուծվել։ Կարող են վերադառնալ նոր նախկին եկամտի աղբյուրները, եւ դուք կրկին սկսեք դրանցով գումար աշխատել։ Ոմանք կվերադարձնեն ձեր պարտքերը, ինչպես նաեւ ձեր աշխատավարձ, եթե չէին տալիս։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր ֆինանսական վիճակին։ Եթե ձեզ գումար վերադարձնեն, անպայման դրանք հաշվեք։ Սովորաբար իհարկե գումարը հաշվել է սիրում։ Եվ լավ կլիներ, որ եւ օգուտը ձեր, եւ պարտքը անպայման հաշվեք։ Եթե անցյալում որևէ պարտքեր ունեիք, դրանց մասին կարող են հիշեցնել, որ պետք է վճարեք։ Միգուցե դուք դրանց մասին արդեն մոռացել եք։ Ովքեր բիզնես ունեն, ապա վերանայեք արժեքները։ Ստուգեք արդյոք ճիշտ եկամուտ եք ստանում։ Միգուցե որոշ մարդիկ բարձրացնեն նաև իրենց ապրանքների արժեքները, ծառայության արժեքները։ Ոմանց կարող են առաջարկել իրենց նախկին աշխատավայրից, որպեսզի կրկին աշխատեն այնտեղ։ Դա շատ բարենպաստ կլինի ձեզ համար։ Միգուցե նաև բարձրացնեն ձեր աշխատավարձը։ Իսկ եթե ձեզ նոր մարդիկ առաջարկեն նոր աշխատանք, նոր ներդրումներ, ապա առայժմ այդ քայլը մի կատարեք։ Ներդրումներ հատկապես մի արեք։ Ավելի լավ է նախկինում կատարած ներդրումները վերանայեք։ Հաշվեք նաև ձեր եկամուտները։ Ինչպես նաև կարող եք սկսել վերանայել ձեր գործընկերոջ հետ ֆինանսական հարցերը, միգուցե կրկնակի
հաշվարկ պետք է անեք։ Ոմանք կցանկանան որոշ իրեր գնել, կարող է գայթակղվեք որևէ նորույթով եւ ուզեք գնել։ Բայց հիշեք, որ այս ընթացքում նոր իրեր եւ տան համար եւ մեծ թանկարժեք իրեր չի կարելի գնել, քանի որ հետո դրանք ձեզ այլևս դուր չեն գա, կամ լավ չեն աշխատի, կամ կհասկանաք, որ դա այդքան չարժե, որքան որ վճարեցիք։ Կամ ուղղակի կարող է պահի ազդեցությամբ այդպես գայթակղվեք եւ գնեք, հետո ասեք, բայց ինչ հմանելու սա։ Ինչպես նաեւ ետադարձ Մերկուրիի ժամանակ շատերը կսկսեն կրկին աշխատել, բայց նույն վայրում, ոչ նոր վայրում, քանի որ իհարկե այս մարտի 15-ից հետո, չի ավելի շատ ապրիլի 7-ից հետո, ստիպված կլինեք դուրս գալ այդ աշխատանքից, քանի որ կզգաք, որ դա ձերը չէր, կամ եթե ոչ ապրիլի 7-ը, ապա 1-2 ամսից կհիասթափվեք այնտեղից եւ դուրս կգաք եւ հետո կասեք ինչու մյուսը բաց թողեցի, ինչու մյուսին չանդրադարձա, եթե մի քանի առաջարկներ ունեիք օրինակ աշխատանքի։ Այսքանը ձեզ համար, թող որ հետադարձ Մերկուրին չփչացնի ոչինչ ձեր կյանքում, որովհետեւ երբ որ նա հետադարձ է, ընդհանրապես մոլորակները, որ հետադարձ են, իրենց ոլորտները դա շատ է ազդում մեզ վրա, իսկ հատկապես Մերկուրին դա մեր զրույցն է, մեր խոսքն է, այնինչ որ մենք ասում ենք հենց հիմա, որ ես խոսում եմ եւ հնարավոր է, որ եթե հետադարձ Մերկուրին լիներ իմ երրորդ տանը, ես չկարողանայի հիմա արտահայտվել, չնայած որ մի փոքր նաեւ էլի ազդում է։ Այսքանը ձեզ համար, լավ եղեք։